Խնդիրը կրկնեմ այստեղ այլ դաշտում է, սա եկեղեցու ներքին հարցն է, սխոլաստիկ, աստվածաբանական հարց է, սա հայ եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի մակարդակով քննարկվելիք հարց է, եկեղեցական կարգապահության, հնարավոր բարեփոխումների, դավանաբանական լրջագույն հարց է, ոչ թե Ադրբեջանից կոնկրետ Փաշազադեից վերցրած պասի շարունակությունը, Facebook-յան գրառման կամ Զոմբիլենդի մեկնաբանությունների խնդիր, թե ով ավելի թունդ հայոյան կասեագրի վեհապարին, ձեռքի հետել գարշահոտ բերանից գոյանք շախտա եկեղեցու հասցեին։ Հոգևորականի կուսակրոնության կանոնակարգը ամրագրված է թե դավանաբանական ժողովների կանոններում, թե հայոց եկեղեցական սահմանադրության մեջ։ Իսկ աշխարհիկ որևէ իշխանություն իրավունք չունի մտնել այդ դաշտ, քանի դեռ եկեղեցին անջատված է պետությունից։ Իդեպ, գերագույն հոգևոր խորհրդում կան ինչպես հոգևորականներ, այնպես էլ աշխարհականներ, որոնք շատ ցանկանալու դեպքում կարող են դես շպրտել հային ու Հայաստանը սպառնացող վտանգները եւ խրվեն նման անպատուղ հարցերի քննության մեջ։ Կրկնեմ, դեռևս բամբասանքի մակարդակով եւ չապացուցված արհեստականորեն դաշնետված խնդրի մասին է խոսքը։ Խնդիրը այստեղ անձը չէ, այլ այն քաղաքականությունը, որը տարվում է ընդդեմ հայ ժողովրդի շահերը պաշտպանող ինստիտուտի։ Նիկոլի խնդիրը եկեղեցին հեղինակազրկելն է, ապավինելով էժան գործիքակազմի եւ թիրախում պայելով անհատ հոգևորականներին։